Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ։ Ողջույն, պարոն Սաքունց։ Ողջույններ, պարոն Ոսկանյան։ Վերջերս նախ ազգային ժողովում, այնուհետև ԵԽԽՎ-ում, հետո Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթաժողովում Հայաստանի վարչապետը խոսում էր ժողովրդավարության, դրա սպառնալիքների, մասնավորապես նաև ապատեղեկատվության հիբրիդային գրողների մասին եւ նշում էր, որ կարող է տպավորություն լինել ժողովրդավարությունը թույլ է այդ ամեն ինչի դիմաց, նշում էր, թե միջոցները, գործիքները, եթե կան էլ գուցե դրանք բավարար չեն, պաշտպանելու նույն ժողովրդավարությունը եւ շատ հաճախ ժողովրդավարական գործիքները օգտագործելով գործում են ժողովրդավարության դեմ եւ այլն, հա։ Եվ սա ներկայացվում էր այն տրամաբանությամբ, որ Հայաստանը լինելով ժողովրդավարական երկիր, չի ուզում, այսպես ասենք, հատել այն սահմանը այդպիսի հիբրիդային սպառնալիքներին դիմագրավելու, որ հանկարծ այդ նուրբ սահմանը չհատելով մենք, այսպես ասենք, բռնատիրական գործիքներ չկիրառենք դրա դեմ։ Ի վերջո, ժողովրդավարությունը ունի կենսունակ գործիքներ, որ เป զի կարողանա կանխարգելել նախ այդ հիբրիդային սպառնալիքները եւ հետո արդյունավետ հակազդել դրանց։ Թե չէ իսկապես տպավորություն է ստեղծվում, որ եթե դու ժողովրդավարություն ես, ապա հիբրիդային սպառնալիքներին դիմագրավելու այլ միջոց չի մնում, քան ինչպես շատ հաճախ մեր իշխանավորներն են ասում, ժողովրդի ողջախոհությունը։ Խոսույթը կամ բառապաշարը կամ հասկացությունները, որոնք ներկայացվում են այս մի ամբողջության մեջ, այնպիսին են, որ ակամա հարց է ծագում, թե ընդհանրապես մենք ինչպես ենք պատկերացնում ժողովրդավարություն հասկացողությունը, որովհետև բառերը կարող են տարբեր մարդիկ կիրառել, բայց բովանդակային առումով պարունակությունը, ընկալումը եւ հասկացությունը տարբեր լինեն։ Ը, Ժողովրդավարության ես ստիպված եմ իհարկե հիմա որոշակի պարզաբանումներ ներկայացնեմ, թե ինչպես եմ ես պատկերացնում, եւ ոչ միայն ես, այլ ինչպեսին պետք է լինի ժողովրդավարություն, ինչ է իրենց ներկայացնում ժողովրդավարությունը, որպեսզի ըստ դրա կարողանանք անդրադառնանք այդ ձևակերպումներին։ Առաջինը իհարկե ժողովրդավարությունը ընթացակարգեր են, ընթացակարգեր, որոնք պետք է հիմնված լինեն առաջին իշխանությունների տարանջատման եւ փոխզսման սկզբունքի վրա, երբ որ գործադիր օրենսդիր եւ դատական իշխանությունները անկախ են, բայց միաժամանակ մեկը մյուսի զսպում է եւ իհարկե առանցքային դեր ունի տվյալ դեպքում օրինակի համար գործադիր իշխանության կողմից լիազորությունների իրականացման որպես անկախ մարմին իրականացման չարաշահումների դեպքում դատական իշխանությունը, որը պետք է կարողանա կանխել։ Օրենսդիր իշխանությունը պետք է կարողանա իրավական այնպիսի դաշտ ձևավորի, որպեսզի գործադիր իշխանության հաշվետվողականությունը, թափանցիկությունը եւ լիազորությունները համապատասխանեն ուրեմն ժողովրդավարական պետության կարիքներին։ Միաժամանակ օրենսդիրը պետք է կարողանա ընդունել օրենքներ, որոնք իրավունքի գերակայության եւ օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության, կոռուպցիայի կանխարգելման, ուրեմն նպատակ հետապնդել նաեւ ինստիտուցիոնալ փոփոխությունների առումով, կառուցվածքային ինստիտուցիոնալ փոփոխության առումով։ Ի վերջո, դատական իշխանության կարևոր դերը դա դատարանի եւ դատավորի անկախությունն է եւ որպեսզի նա իրականացնի արդարադատություն։ Ի դեպ ասեմ, արդարադատության իրականացումը պետական ամենակարևոր, հա, ինստիտուտներից մեկը լինելով ինքը վստահություն է ձևավորում ամբողջ ուրեմն պետության հանդեպ։ Այսինքն եւ սկզբունքները իրավունքի գերակայության սկզբունք, օրենքի առջև հավասար պատասխանատվության սկզբունք եւ նաեւ գործելակերպը, հա, պետք է լինի համապատասխան այդ չափանիշներին։ Այսինքն ժողովրդավարությունը եւ ընթացակարգեր են, նորմեր, ժողովրդավարությունը պետական ինստիտուտներ են կառավարում իմ նշած այդ սկզբունքներով եւ ժողովրդավարությունը ի վերջո ինքը պետք է ապահովի մասնակցայնությունը որոշումների կայացման մեջ։ Եթե այս տեսակետից ենք նայում, ապա
ժողովրդավարության, դիմակայության, ժողովրդավարության, պաշտպանության կարևոր երաշխիքը պետք է հանդիսանա պետական ինստիտուտների կարողությունը գործելու այդ սկզբունքների հիման վրա, որը հակիրճ թվարկեցի, դիմագրավելու եւ այդ սկզբունքների հիման վրա դիմագրավելու, որովհետեւ եթե դու օրինակ դու արդարադատություն չես իրականացնում օրինակի համար եւ փորձում ես դիմագրավել ժողովրդավարության սպառնալիքները, ապա մեծ է վտանգը, որ դու ոչ ժողովրդավարական մեթոդներով ես կանխելու եւ այդ դեպքում անխուսափելիորեն դառնում ես ժողովրդավարության դեմ պայքարի ուղղությամբ պայքար մղելով, հա, կամ գործողություն կատարելով, դառնում ես որոշ ժողովրդավար օրինակի համար։ Կամ եթե գործադիր իշխանությունը գործում է ոչ ուրեմն իրավունքի գերակայության սկզբունքի հիման վրա կամ շահերի բախման սկզբունքը չի պահպանում, որպեսզի բացառվի շահերի բախումը, հաշվետու եւ թափանցիկ կառավարում չի ապահովում, ապա այդ դեպքում ժողովրդավարությունը թուլանում է։ Այսինքն այս նշած սկզբունքներից ցանկացած նահանջ նվազեցնում է ժողովրդավարության ինստիտուտի դիմակայության պոտենցիալը, նվազեցնում է հանրության վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ նվազեցնում է եւ այդ առումով ժողովրդավարությունը դառնում է այնքան խոցելի, որ հակաժողովրդավարական սպառնալիքներին դիմակայելու առումով ինքը չի ունենում հանրային վստահություն, սա ամենից կարևորն է, որովհետեւ ժողովրդավարական պետությունում սպառնալիքը հանրությունը պետք է ընկալի որպես իր նկատմամբ սպառնալիք, ոչ միայն իշխանությունը ընկալի իր նկատմամբ սպառնալիք։ Այսինքն այստեղ սպառնալիքների տարանջատումը, որ իշխանությունը իր համար առանձին սպառնալիքներ է դիտարկում, հանրությունը իր համար առանձին սպառնալիքներ, դա ժողովրդավարության ամենամեծ սպառնալիքն է, հա, այսպես որպեսզի հասկանալի լինի։ Եվ այս առումով ուղղակի հարց, իսկ ինչպիսին ենք մենք պատկերացնում կամ արդյոք նույնն ենք պատկերացնում ժողովրդավարության սպառնալիքները կամ հիբրիդային պատերազմի սպառնալիքները Հայաստանի կոնտեքստում, Հայաստանի համատեքստում, հանրությունը եւ ուրեմն իշխանությունը, քաղաքական մեծամասնությունը, որտեղ քաղաքական փոքրամասնության մասին չեն խոսում, որտեղ այնտեղ ժողովրդավարության ջատագովները չեն, ընդհակառակը նրանք հենց ինքնին սպառնալիքներն են, չէ, ներսի, որտեղ այդ մարդիկ ժողովրդավարության վրա թքած են ունեցել իրենց կառավարման ժամանակ։ Ինչպիսին է կոռուպցիայի դեմ պայքարի առումով իշխանությունը ինչքանով է հետևողական, որովհետև այստեղ ոչ թե քրեական պատասխանատվության մասին է խոսքը միայն, այլ զրո իրապես հանդուրժողություն կոռուպցիայում դրսևորումների նկատմամբ, հա, եւ ասենք թե պաշտոնատար անձանց եւ գիտեք օրինակի համար մի տարական հարց, որպեսզի հասկանալի լինեմ ավելի կոնկրետ։ Եթե պաշտոնը կամ իշխանության լծակը կամ իշխանությունը դառնում է կամ շարունակում է մնալ տվյալ պետությունում բարեկեցության ապահովման միակ կամ ցուցանիշը, այն դեպքում եւ հանրության շրջանում բարեկեցության հետ կապված խնդիրներ կան, սա ինքը չի կարող հանգեցնել հանրային վստահության մեծացմանը, հա, որտեղ այսինքն դուրս է գալիս, որ իշխանությունը նաև բարեկեցության ապահովման միջոց է հանդիսանում։ Այն դեպքում, երբ որ հանրությունը իր բարեկեցության հետ կապված հարցերով մեծապես կախված է իշխանության քաղաքականությունից, տնտեսական քաղաքականություն, ուրեմն ֆինանսական քաղաքականություն, չէ, վերջին հաշվով, տնտեսական ազատություններ եւ այլն, նաեւ ուրեմն պաշտպանվածություն, սեփականության։ Այսինքն, այստեղ վերազգային ուրեմն կոռուպցիոն մեխանիզմների հաղթահարում, երբ որ այս տեսակետից ենք նայում, ապա արդյոք իշխանություն սրանք կամ այս երևույթների, ինչ որ նշեցի դեմ, ոչ սկզբունքային շարունակական ու հետևողական վերաբերմունքը, դիրքորոշումը, պայքարը չեն հանգեցնելու կամ չեն հանգեցնի հանրային վստահության նվազեցման։ Իհարկե կհանգեցնի եւ այդ առումով ժողովրդավարության ամենից կարևոր ուրեմն դիմակայության երաշխիքը հանրային վստահությունն է պետական մարմինների նկատմամբ, որ պետական քաղաքականությունը, որովհետև իս դրան հասնելու միակ ճանապարհը դա կառավարության կամ իշխանության հաշվետու թափանցիկ գործելակերպն է,
Հանրային մասնակցության ապահովումը եւ հստակ ուրեմն դիրքորոշումները սկզբունքային այն ժողովրդավարական ոչ թե անձնական սկզբունքներով որ ես չի դա գործելակերպն է գործողություններն են լավագույն փաստարկը, թե իրապես ժողովրդավարությունը հանդիսանում է որպես արժեք, թե ուղղակի ժողովրդավարությունը հանդիսանում է միայն էլիտար խմբի կամ որոշ իշխանության խմբի հասանելի կամ հասկանալիքը կամ բանը ուրեմն միայն իր համար է այդպես ասենք որպես արժեք, որտեղ ինքը ժողովրդավարություն ասածը չի կարող միայն մի խմբի համար արժեք լինի, իսկ մնացած խմբերի համար, ասենք հանրության համար արժեք չլինի։ Եվ ինչքան են այն ջանքեր գործադրում։ Եվ այս առումով հարց, իսկ մենք պատշաճ ենք օրինակի համար արդեն ներսի հարցերը կամ մարտահրավերների մասին խոսեցի, արտաքին մարտահրավերների առումով ենթադրենք պատշաճ կամ սկզբունքային դիրքորոշում ունենք, իհարկե ոչ, որովհետև մենք շարունակում ենք հակաժողովրդավարական պետությունների ակումբում գտնվել քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, իսկ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով գտնվել բռնապետական ռեժիմների ակումբում, դա արդեն հակաժողովրդավարական է իր էությամբ, որտեղ քաղաքական նպատակահարմարության հիմքում պետք է լինի ժողովրդավարական սկզբունքների պաշտպանությունը, ժողովրդավարական արժեքների հիման վրա որոշումների կայացումը, երբ որ Հայաստանի Հանրապետությունում նույն բռնապետական ռեժիմների ուրեմն ապօրինի դատարանների եւ ապօրինի որոշումներով Հայաստանի Հանրապետությունում մարդ են ձերբակալում, կներեք դա այդտեղ ինչ է նշանակում, այսինքն դու հիմա ո՞նց կարող ես համարվել ժողովրդավարական, եթե Ռուսաստանի Դաշնության կամ Բելարուսի Հանրապետության դատարանների կողմից, որոնք ամբողջությամբ այդ ռեժիմների ուրեմն ենթակա կառույցներ են, հերավար մեղադրանքով կամ անհիմն քաղաքական հետապնդումներ, այսինքն անհիմն դատավճիռներով քաղաքական հետապնդումներ, ուրեմն հետապնդումներով մեղավոր ճանաչված կամ դատապարտված կամ հետախուզող անձինք Հայաստանի Հանրապետություն ձերբակալվում են, կալանավորվում են։ Կներեք, դա ժողովրդավարության հետ ինչ առնչություն ունի։ Սա չի համարվում ժողովրդավարության մարտահրավեր։ Այդ դեպքում, եթե մարտահրավեր է, ինչու չի դադարեցվում այդ գործ ընդհանրապես այդ մեխանիզմների գոյությունը, հա? Որտեղ դու բռնապետական ռեժիմի հետ փոխադարձ իրավական օգնության պարտավորության մեջ գտնվելով, դու չես կարող լինել բանը ժողովրդավարական պետություն։ Սա այնքան պարզ է, եւ երբ որ խոսում են բանը մարտահրավերների մասին եւ այլն, ու այդտեղ ժողովրդավարական գործիքները որոնք են։ Ռուսաստանի Դաշնության կամ Բելարուսի Հանրապետության հետ իրավական փոխօգնության մեխանիզմը, դա գործիք է։ Վերացեք այդ գործիքները։ Դե ասում են մենք չենք ուզում գնանք առճակատման Ռուսաստան։ Գիտեք, ես նույնիսկ չեմ խոսում առճակատման մասին։ Ես խոսում եմ Հայաստանի իրավական համակարգի անվտանգության պահպանության մասին։ Այսինքն դու առճակատման չգնալ ասածը, երբ որ հանգեցնում է քո իրավական համակարգի նկատմամբ հանրային վստահության ձախողմանը կամ նվազեցմանը, ապա դա արդեն կներեք դա նշանակում է հենց ինքդ ես քո վարքագծով հրաժարվում ժողովրդավարական իրավական պետության սկզբունքներից եւ ինքդ ես նպաստում հակաժողովրդավարական գործիքների կիրառմանը քո պետության ներսում։ Դա այո Ռուսաստանի ձեռքին չի կամ Բելարուսի ձեռքին չի։ Դա քո ձեռքին է։ Ինչ է նշանակում մարդը։ Եթե մարդուն անհիմն ազատ կալանավորելը, դա Ռուսաստանի պահանջով Հայաստանի Հանրապետության տարածքում։ Պատկերացնում եք, չէ՞։ Ես սա ամենացայտուն օրինակն եմ բերում, որտեղ այստեղ է այնպես ասում, ինչպես ասում են, բացահայտվում ողջ նաև այդ համակարգի սպառնալիքը։ Պատկերացնում եք Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի համատեքստում կարող քրեական գործեր են հարուցվելու ու հարուցվում Լեհաստանի, Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ժողովրդավարական պետությունների քաղաքացիների նկատմամբ, որ նրանք աջակցել են ենթադրենք Ուկրաինային դիմագրավելու այդ ագրեսիան։ Եվ այդ քաղաքացիները գալիս են Հայաստան
ու նրանց նկատմամբ հերավար մեղադրանքների հիման վրա Հայաստանում ձերբակալում են այդ մարդկանց։ Հիմա արճակատման չգնալու այդ ձևակերպմամբ դու երաշխավորում ես ժողովրդավարական պետության իմիջդ կամ կարգավիճակդ, թե ընդհակառակը դու ենթարկվում ես այդ ուրեմն բռնապետական ռեժիմների որոշումներին ազգային մակարդակում։ Սա ամենացայտուն կամ ինչ է նշանակում ենթադրենք տնտեսական այդպիսի մի խայտարակ կախվածությունը, չէ՞։ Ինֆրաստրուկտուրան, հայկական երկաթուղին, ատոմակայանը, էներգետիկ, ռազմական բազա։ Այսինքն Հայաստանի Հանրապետություն, երբ որ բռնապետական ռեժիմների տնտեսական, ռազմական, քաղաքական, էներգետիկ ներկայությունը արկա է, այդտեղ արճակատումը քո հանրապետության ներսում, այսպես կոչված, չգնալու պարագայում, երբ որ տարածք ես թողնում դրանց դրսևորումների համար կամ կենսունակ գործունեությունը շարունակելու համար, ապա կներեք դրանում ես ում հարցը ուղղեմ. Ռուսաստանի Դաշնությանը, թե Բելարուսին, թե Հայաստանի Հանրապետության իշխանությանը։ Մյուս հարց է. իսկ մենք ինչ ենք անում այդ հիբրիդային պատերազմի սպառնալիքների դիմագրավման այլ առումով, հա, Ը, ինչ հայեցակարգ է մշակված կամ ընդհանրապես քարտեզագրված է, որոնք են այդ սպառնալիքները, որովհետև շատ կարևոր է ինվենտարիզացիա անել, չէ՞, գույքագրում անել, որոնք են այդ սպառնալիքները։ Երբ որ այդ սպառնալիքների կանխման, երբ որ այդ սպառնալիքների ցանկը կա, ապա պետք է մշակել ռազմավարություն, պետք է մշակել ծրագիր, պետք է մշակել գործողություններ, հա, պետական մարմինների կարողությունը այդ մարտահրավերներին դիմագրավելու համար։ Մեզ համար ակնհայտ է դա ռուսական ալիքների հեռարձակման շարունակումը Հայաստանում կապ չունի։ Դա ումից է կախված։ Ինչ է նշանակում առճակատումը։ Դե քո տեղեկատվական եթերը, հա, աղտոտում ես հենց այդ հիբրիդային պատերազմի բնորոշ բառապաշարը, ապատեղեկատվությունը, ատելության խոսքը, հա, հնարավորություն տալով, որպեսզի հասնի եւ դառնա քո տեղեկատվական համակարգի դաշտի ինչ որ բաղկացուցիչ մասը։ Բայց ինչ չեք բանանում, բա դրա դեմը առնում։ Դա էլ ինչ է նշանակում արճակատում։ Այո, եթե պետք է գնաս առճակատման քո անվտանգության ժողովրդավարական պետության անվտանգության խնդիրները լուծելով, պետք է գնալ առճակատման, եթե ուրիշ տարբերակ չունես։ Ոչ չենք ասում գնալ պատերազմել։ Իսկ եթե դու անդադ, այսպես ասենք, առճակատումից խուսափելու նպատակով այդ քայլերն էլ չանես, հա, որոնք անհրաժեշտ են քո դիմակայել, որտեղ դրանով է նաև հանրային վստահությունը մեծանում, որ իրապես քաղաքականությունը կամ կառավարումը իրականացվում է սկզբունքային, իրականացվում է հետևողական եւ արժեքահեն է։ Սանում է ժողովրդավարության նկատմամբ վստահության, ժողովրդավարության արժեքի կարևորման, հա, լավագույն գրավականները եւ փաստարկները։ Օրինակ նույն եթե խորհրդանում հիշենք քննարկեցին հարցը հասավ կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությանը, հաշվետվողականությանը եւ այլն ու իշխող ուժը այսպես ասենք, հա, առաջ էր բերել մի խոսույթ, որ այո, դա երևի պետք է կանոնակարգվի, որովհետեւ պարզ չի թե կուսակցությունները ինչպես են ֆինանսավորվում, ինչ թափանցիկություն են ապահովում, այդ գումարները որտեղից են գալիս, ինչ են լինում, ինչպես են օրինակ շատ քիչ ռեսուրսներ ներկայացրած ֆինանսական ռեսուրսներ ներկայացնող կուսակցությունները անում բավականին մեծածավալ, հայ, գույքային կազմակերպչական աշխատանքներ, այդ որտեղից են գալիս այդ գումարները, այսինքն սրանք առաջին հայացքի, հա, ու դրան համադրել, որ չլինի այնպես, որ մենք սահմանափակենք էլի ժողովրդավարության անվան տակ, գնանք խիստ վերահսկողության միջոցների կամ մեթոդների եւ այլն, եւ այդ հարցը էլի քննարկվում էր օրինակ նույն 2026-ի տրամաբանության մեջ այն մասով, որ դե ժողովուրդը լավ հասկանում է որից հետո է եւ ժողովուրդը իր ընտրությամբ է նաեւ այդ գնահատականը տալու։
Էլի ժողովուրդը տալու է, բայց մենք բաց ենք թողնում մի կարևոր բան։ 2021-ին, չէ, ժողովուրդը այդ ողջախոհությունը, որին ապավինում է իշխանությունը, 2021-ին ժողովուրդը դրսևորեց այդ ողջախոհությունը։ Տվեց այդ լծակները, որ เป զի ինստիտուտները, իշխանության ներկայացուցիչները իրականացնեն այն բոլոր խնդիրները, որոնց մասին այսօր խոսում են եւ որը էլի վերագրվում է 26-ին ժողովրդի ողջախոհությանը, հա, այսպես ասենք, բայց լավ, բա պետական ինստիտուտները, կարգավորումները, բա դրանք երբ են սկսելու գործել այս իմաստով նաև, որ այս ժողովուրդը հասկանա, որ իր ողջախոհությունը առարկայական դրսևորում է ունեցել։ Եթե մենք բարձրացնենք հարցերը, դուք բարձրացնեք հարցերը, որ շարունակաբար բարձրացրել ենք, դա հասկանալի է, որտեղ մենք վեր ենք լուծում, տեսնում ենք ինչ-որ խնդիրներ եւ բարձրաձայնում ենք, որ այդ խնդիրները պետք է լուծեն, բայց մենք այդ խնդիրները լուծելու լծակներ չունենք եւ ավելին նաեւ պարտավորություններ չունենք։ Երբ որ խոսում են այդ խնդիրների մասին պարտավորություններ ունեցող անձինք, դա մի քիչ տարօրինակ է։ Ոչ թե մենք պետք է լսենք, թե բա գիտեք, այս կուսակցությունների ֆինանսավորման կամ ձեռքբերված գույքի օրինականության հետ կապված հարցեր կան եւ այլն, այդ ինչ մենք չենք կարող ընկալում, որ մտահոգություններ արտահայտեն իշխանություն ունեցող անձինք։ Մենք ակնկալում ենք գործողություններ այդ մտահոգությունների լուծման ուղղությամբ։ Եվ հերիք է հույսը դնել ժողովրդի ողջահամտության վրա։ Ժողովուրդը շատ ողջահող է, ժողովուրդը շատ հասկանում է, բայց ժողովրդի անընդհատ հասկանալու վրա անգործությամբ մնալ, նկատի ունեմ այդ հենց իրենց կողմից բարձրացած խնդիրների լուծման ուղղությամբ մնալ առանց գործանելու, կներեք ժողովուրդն էլ համբերություն ունի եւ չի կարող անընդհատ հաշտվել, որովհետեւ գիտեք, նման հարցերով ժողովրդին ներկայանալ դա արդեն հոգնեցնող է, պարզ եմ ձեզ ասում, որովհետև հասարակությունը մանդատը տվել է, լիազորել է մարդկանց խնդիրներ լուծելու եւ ոչ թե այդ խնդիրների մասին շարունակաբար բարձրաձայնալու, որը հենց հասարակությունը բարձրաձայնում է շարունակաբար։ Վերջին հաշվով պետական մարմիններ ունեն պարտավորություններ, համար մենք որպես հարկ վճարում ենք, չէ, որպես հարկատու մենք պարտավորությունը մեր հարկ վճարելու կատարում ենք, որպեսզի պետական մարմինները, կառույցները իրենց գործողությունը, իրենց լիազորությունները կատարեն։ Հիմա, երբ որ լիազորությունների կատարման փոխարեն սկսում են դժգոհել կամ հարցեր բարձրացնել, կներեք մենք դժգոհելու կամ մտահոգվելու համար չենք ուրեմն հարկ վճարում եւ պահպանում այդ պետական մարմինները։ Մի հատ ձեր ասած հարցի հետ ես հիշեցի մենք հեղափոխությունից առաջ էլ եւ հեղափոխությունից հետո էլ մշտապես բարձրաձայնում ենք այդ շատ պարզ դա փաստագրված հրապարակային տվյալներին, որ 20 տարվա պետությունը զավթած իշխանություն ձևավորված Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ունի այնքան գույք եւ ֆինանսական իր բյուջեի, որը 2.5 անգամ գերազանցում էր մնացած բոլոր կուսակցություններին միասին վերցրած։ Օրինակի համար հանրապետական կուսակցության կողմից ձեռք բերված, որպես կուսակցության սեփականության մասին է խոսքը։ Ես չեմ խոսում առանձին կարգառուն դեմքերի անձնական սեփականության մասին։ Երբ որ մենք բարձրաձայնում ենք եւ անգամ հաղորդում ենք ուղարկել, որ ստուգել ապօրինի գույքի ձեռքբերման տրամաբանության շրջանակներում այդ գույքերի որպես կուսակցության սեփականության գույքի ձեռքբերման իրավաչափությունը, օրինականությունը եւ իհարկե այդ հարցը բարձրացնում ենք նույնիսկ կրկնեմ նաեւ հեղափոխությունից հետո իրավապահ մարմինների արչեւ պատասխանը բավարար հիմքեր չկան, ուրեմն նյութեր չկան, չգիտեմ ինչեր չկան, որպեսզի այդ հարցը դառնա քննության առարկա։ Եվ այդտեղ որևէ մտահոգություն չկա։ Եվ ես միշտ հիշեցնում եմ
Հայաստանի անկախությունից հետո, երբ որ ազգայնացվեց Հայաստանի կոմկուսի ուրեմն սեփականությունը, ներկայիս պարլամենտի շենքը դա Հայաստանի կոմկուսի կենտկոմի շենքն էր։ Եվ պատկերացնեք, որ դա չազգայնացվեր։ Հայաստանի կոմկուսի ունենալ է շենքը, հետո վարձակալությամբ տրամադրել ազգային ժողովին, ասել դե դա բանն է, մեր սեփականն է, պետությունը ասել դե հա դե ձեր կուսակցության սեփականությունն է, սեփականության իրավունքով հանձնում ենք ձեզ, դուք էլ որպես սեփական գույք օգտագործեք ու կոմկուսը հետո դե իր շենքն է, կամ վաճառում է կամ էլ ավելի խելացի է վարվում, սեփական բանը վարձակալությամբ տրամադրում է նորանկախ պետության, չեմ, ազգային ժողովին, որ նա այդտեղ գործունեություն իրականացնում։ Ես ուղղակի ուզում եմ այս օրինակով ցույց տալ աբսուրդության աստիճանը, հա, եւ այս խնդրին պատշաճ ուշադրություն դա չդարձնելու ուրեմն հետևանքը։ Եվ դրանից հետո իհարկե կուսակցությունը, որը պետության զավթման, մարդու իրավունքների շարունակական անպատիժ խախտման, համակարգային կոռուպցիայի, պետական ռեսուրսների, ազգային ռեսուրսների նկատի ունեմ բնական եւ այլն։ Այդ ամեն ինչը իրապես թալանել է, դրա համար որովհետեւ ոչ միայն պատասխանատվություն չի կրում, այլ քաղաքական ուժի մասին է խոսքը։ Այլ հիմա ասում են թե որտեղից իրանց ֆինանսական միջոցներ, այ քեզ բան։ Լավ, ի վերջո ինչ եք ուզում։ Համ ընտրենք, համ իրանց փոխարեն աշխատենք։ Հասկանում եք, դրա տարբերակը իհարկե նույնպես եմ կրկնում ընտրություններն են։ Այո, մենք շատ կարևորում ենք ընտրությունների միջոցով իշխանության ուրեմն ձևավորելու այդ ինստիտուտը, որը շարունակաբար խախտված է, բայց անգամ որի մասին խոսում են, այդ խախտման համար պատասխանատվություն կրել են խախտողները։ Առանձին անձերի մասին չէ, ասենք թե որ բան են, ասենք թե Պողոսը, Կիրակոսը եւ այլն, այս ինչ տեղամասում, այսքան չգիտեմ, ընտրական խախտումներ են արել, ընտրական կաշառքներ եւ միջազգային բոլոր զեկույցներում գրված է ընտրական խախտումների զանգվածային կազմակերպված բնույթի մասին։ Պատասխանատվություն կա դրա համար։ Չկա, իսկ հիմա չեմ հասկանում, ինչի՞ց եք դժգոհում։ Մեկ էլ ասում ենք հիմա, մենք դժգոհում ենք, որ այդ պատասխանատվության հարցը չի դրվել եւ պատասխանատվության չեն ենթարկվել համակարգային զանգվածային խախտումների համար, ընտրական խախտումների համար։ Գիտեք, մարտի 1-ը պարփակվեց միայն սպանված քաղաքացիների գործով, բայց հարյուրավոր քաղաքական հետապնդումներով մարդկանց ապօրինի կալանավորումների հետ կապված փաստը, որպես այդպիսին ապօրինի, որը անգամ մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով է, չէ, արձանագրված, փաստված, Լևոն Տեր-Պետրոսյան, չգիտեմ, Ջահանգիրյան, բոլոր, նույն Նիկոլ Փաշինյան եւ այլն։ Դրանք ոչ թե առանձին որոշումներ են առանձին անհատների, այլ դրանք որոշումներ են, որոնք ցույց են տալիս այդ խախտումների համակարգված բնույթը։ Դրանք հատային դեպքեր չեն, դրանք եղել են մի ամբողջ կառավարման մասին ա վկայում այդ խախտումների։ Պատասխանատվություն քաղաքական չէ, այլ հենց քաղաքական կուսակցության իրավական պատասխանատվության ինստիտուտը ուր են։ Ինչ են բաներ խաղանում, չգիտեմ ինչով են զբաղված։ Դրա համար, երբ որ մենք պահանջում ենք, առաջարկում ենք անցումային արդարադատություն, որը պետք է իրավական գնահատական տար, քաղաքական գնահատական տար, այս ամեն ինչին, որը հաջողությամբ թաղեցին, այլ մենք դրանից ենք դժգոհում։ Դրանից չի դժգոհում այսպես կոչված պարլամենտական ընդդիմությունը։ Ինչի պետքա դժգոհի։ Տակառակ դրանից ավելի է հավրգում, երեսառնում։ Ու հիմա դուք նեղանում եք, թե ինչի համար են այդպես պահում իրաց։ Լավ են անում, պահում են։ Մնացել են անպատիժ, այդպես են պահում։ Եվ ավելին դեռ լավ մի հատ էլ հոխորտում են, թե բա մենք բանը քաղաքական հետապնդման ենք ենթարկվում։ Կրիմինալ կառավարման սկզբունքով ուրեմն այդ ղեկավարած, հա, այդ կամ իշխած խումբը իրան համարում է քաղաքական սուբյեկտ։ Ով է դրա պատասխանատու։
Եվ հետո հիմա դժգոհում են, ասում են, բա գործիքները համարում են ոչ ժողովրդավար։ Այո, ոչ ժողովրդավար ենք համարում։ Ինչի համար, որովհետև դուք ժողովրդավարական գործիքները չեք գործադրել ժամանակին, չեք գործադրել։ Եվ սկսում եք sense բանի մեջ, խոտի դեզի մեջ, այդ խոտի դեզը ինքը ամբողջ փթած է, սկսում եք ասեղներ ման գալու, չեմ հասկանում։ Այդ խոտի դեզը ամբողջությամբ փթած է։ Պետք է մաքրել այդ ավգյան ախորները, չէ՞ վերջին հաշվով։ Ավգյան ախորները մաքրել եք, որ հիմա էլ դժգոհում եք, թե բա ինչի մարա այստեղից այնտեղից հոտ գալիս կամ չգիտեմ ինչ որ վիրուսներ տարածվում ժողովրդավարության դեմ։ Բայց դուք պետք է մաքրեիք, մաքրել եք։ Չեք մաքրել։ Ոչ դրսից եք մաքրել, ոչ ներսից եք մաքրել։ Ավելին այդ վարակը ես պարզ ասեմ նաև տարածվում է։ Այնպես չի, որ այդպես բանը բյուրեղյա մաքրություն կա, հա, մաքրողների մաքրելու պատասխանատուների շրջանում, այսպես կոչված։ Ինչ եք արել, որ ինչից եք դժգոհում։ Մեկ ասում եմ, ես դժգոհ եմ, դուք դժգոհ եք, հասկա, բայց իրենք ինչից են դժգոհում։ Ումից են դժգոհում։ Այո, իրավունքների անհամաչափ սահմանափակումով չես կարող դու համարվես ժողովրդավարական պետություն։ Դրա համար պետք է նաև կարողությունների զարգացում, բայց կոնցեպտուալ պետք է մոտեցումը լիներ։ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Զանգվածային եւ Հանրապետական կուսակցության ավելի ճիշտ, Հույդային, Բարգավաճ Հայաստանին իմ նշած այդ 20 տարիների ընթացքում մարդու իրավունքների շարունակական խախտումների, համակարգային խախտումների եւ համակարգային կոռուպցիայի համար պատասխանատվության ենթարկել են, կա այդպիսի բան, չկա։ Լավ է, բայց դուք ումից եք բանանում։ Իսկ ով ասել, որ այդ պատասխանատվության ենթարկելը կարող է համարվել հակաժողովրդավարական կամ հակաիրավական։ Թող դու մեկը դուրս գա ու ասի, թե ենթադրենք դա, գիտեք ոնց է, այդ կուսակցությունն է, բայց մեկ առ մեկ պետք է նայել, թե այդ գույքը ոնց է ձեռք բերվել։ Մեկ, այդ ամբողջ պատկերը մարդու իրավունքների խախտումների, որի վերաբերյալ կան միջազգային զեկույցներ, կան եւ մարդկանց ձայնը ում իրավունքները խախտվել են, լսելի չդարձրեցին, չապահովեցին, որ պետք է լիներ ճշմարտության հանձնաժողովի, փաստավակ հանձնաժողովի կարևոր, հա, դերը, որոնք վկայություններ էին տալու այդ հանցագործությունների համար, իրենց նկատմամբ խայտառակ վերաբերմունք է, որ այդտեղ գիտեք լիքը քաղաքացիներ կային, որոնք ունեզրկվել են, աշխատանքից են զրկվել, ոչ միայն այնտեղ խոսքը գնում անազատ բանա, ազատությունից են զրկվել կամ բռնությունների են ենթարկվել։ Հիմա մեկի երկու հարյուրավոր քաղաքացիներ, որոնք բանտերում չեն հայտնվել, բայց բռնության են ենթարկվել, կադրերը հիշում եք, կամ ինչի միայն մարտի 1-ը, 2003 թվականին, 2004 թվականին, ապրիլի 12-ին, այդ զանգվածային բռնության ենթարկվածները, նրանք այդ բռնության մնաց բանը, նրանց ձայնը կամ նրանց խախտված իրավունքը մնում է անհետևանք, չէ՞։ Ավելին, այդ խախտողները հանդես են գալիս որպես քաղաքական օպոզիցիա, հասկանում եք։ Ումից եք դժգոհում, բայց ես ուղղակի ապշում եմ, որովհետև այս պատկերում, որ նայում ենք, ժողովրդավարության պաշտպանության ուղղությամբ անհրաժեշտ գործողությունները չկատարելով դժգոհել սպառնալի, այդ անգործությունը ամենամեծ սպառնալիքն է ժողովրդավարության։ Անպատիժ թողնելը, անպատժելիության այդ վիճակը ամենամեծ սպառնալիքն է ժողովրդավարական պետությունում, երբ որ խոսում ենք օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքի մասին, վերաբերում է հենց այդ խախտումների, զանգվածային խախտումների անպատժելիության մասին։ Եվ չկա օրենքի գերակայության սկզբունք, օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքը։ Իրենց իշխանության ժամանակ չէր կարող լինել, բայց հեղափոխությունից հետո պետք է լիներ ու չկա։ Այդ մենք ենք դժգոհ։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան։ Հաջողություն ձեզ, շատ շնորհակալ եմ։ Զրուցակիցս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սարգսյանն էր։